Անցած անգամ տեսանք, որ եթե ածենցիալը մեծ կամ հավասար է 0-ից, ինչ-որ միջակայքի վրա, ապա ֆունկցիան հաճող է։ Նաև հետևյալ դիտողություն անենք։ Եթե ֆունկցիայի ածենցիալը խիստ մեծ է 0-ից, մեծ է 0-ից այստեղ AB միջակայքի վրա, ապա ֆունկցիան կլինի խիստ հաճող AB-ի վրա։ Իհարկե համանման պնդումը նաև տեղի ունի խիստ նվազողի համար, եթե ֆունկցիան h(x)-ը փոքր է 0, ապա f-ը խիստ նվազող է։ Պարզապես այն ապացույցի ժամանակ, երբ որ ասում էինք, որ ասենք fx2 հանած fx1 արժանց x2 հանած x1-ը դա ածենցիալն է ինչ-որ միջանկյալ կետում, հիմա եթե դրական եղավ, կնշանակի, որ fx2 հանած fx1-ը դրական է ու fx2-ը մեծ կլինի fx1-ից, ոչ թե մեծ կամ հավասար։ Շատ լավ։ Այսինքն տեսնում ենք, որ եթե ածենցիալը դրական է, ֆունկցիան խիստ հաճող է, բայց հակառակը ճիշտ չի, ֆունկցիան կարող է խիստ հաճող լինել, բայց ածենցիալը ինչ-որ կետում 0 լինի։ Այս ֆունկցիա կարող ենք ասել, որ խիստ հաճող է, բայց ածենցիալը ինչ-որ կետում դառնում է 0, x խորհարդ, հակառակը ընդհանրապես ասած ճիշտ չէ։ Fx-ը հավասար է x խորհրդը խիստ հաճող է։ R-ի վրա, բայց f'0-ն մեր մոտ կլինի 0, ածենցիալը 3x քառակուսին է, 0-ում 0 է դառնալու։ Իսկ սա ստանդում բառը կարելի, եթե ֆունկցիայի ածենցիալը մեծ է կամ հավասար 0-ից, ապա այն կլինի հաճող, խիստ հաճող այն եւ այն դեպքում, եթե f'(x) հավասար 0 հավասարում ունի վերջավոր կամ հաշվելի քանակով լուծումներ, տեսնում եք ճիշտ է, թե չէ։ Որտեղ օրինակ x + sin x ֆունկցիան խիստ հաճող է, բայց ունի անվերջ քանակով լուծումներ, եւ լուծումների բազմությունը ոնց որ հաշվելի է։ Okay, եթե այդ կետերը մեկուսացված լինեն, այնտեղ որտեղ ածենցիալը 0 է, այլ ուրիշ ածենցիալը 0 կետերով չես կարող մոտենալ, այդ պարագայում ոնց որ կարող ես ասել, որ խիստ հաճող է։ Ու ոնց որ այդ կարող ես լիս համանման բաները օգտագործելով տեղ հասնել։ Հակառակն էլ, եթե ֆունկցիատ մի հատ ուզում էի շտենայիշ, որ հաշվելին պրոստը հաշվելի անվերջ խոսքի պես։ վերջավորի դեպքում հստակ եթե վերջավոր միջակայքի վրա ես, այդ հաշվելին կբերի, որ ինչ-որ մի կետը կուտակման կետ կլինի ու արդեն այնտեղ պետք է ոնց որ մի հատ էլ այդ փոքր նայել, կարող ենք դրա մասին էլի խոսել։ Բարի։ Սա մի հատ էլ դիտողություն անենք։
նախորդ մնդումները ճշմարիտ են նաև այն դեպքում, երբ այս բացաբեն, փոխարինում ենք կիսաբաց կամ փակ ինտերվալով, միջակայքերից մեկով։ Մեր հաջորդ թեմային անցնենք։ Էքստրեմումներ գտնելու էքստրեմումներ անհրաժեշտ պայմանը ու կրիտիկական կետեր։ Նախ մի քանի հատ սահմանում տանք։ Լիցուկ երեֆը որոշված AB-ի վրա և Y-ն AB-ի ներքին կետը Y-ն որ տվյալ դեպքում երբ որ բաց է արդեն AB-ին պատկանալը հերիք է որ ներքին կետ լինի, բայց եթե այլ պարագայում կպահանջենք որ ներքին կետ լիներ, ասենք, որ Y-ն F-ի լոկալ մաքսիմումի համապատասխանաբար մինիմումի կետ է, եթե գոյություն ունի դելտա դրական թիվ դելտա մեծ 0, այնպես որ մեր ֆունկցիայի արժեքը x0-ում մաքսիմումի դեպքում մեծ կամ հավասար է fx-ից, մինիմումի դեպքում փոքր կամ հավասար է fx-ից, բոլոր x-երի համար x0 մինուս դելտա, x0 պլյուս դելտա։ Ասենք AB ինտերվալն է, այս x1, x2, x3, x4, x5, այս որոնք են մեր մոտ լոկալ մաքսիմում կետեր հանդիսանում։ x1, x3, x5-ը լոկալ մաքսիմումներ են, x2, x4-ն էլ լոկալ մինիմումներ են, որտեղ այդտեղ կարող եք ինչ-որ շրջակայքեր ասել, որտեղ ֆունկցիան արժեքը մեծ կամ հավասար է այդ շրջակայքի մնացած բոլոր կետերի արժեքներից կամ
փոքր է հավասար, հա։ Հատել սահման տանք։ Կասենք, որ x0-ն f-ի լոկալ էքստրեմում կետ է։ Եթե այն կամ լոկալ մինիմումի կամ լոկալ մաքսիմում կետ է։ Ինչպես։ Կետ է։ Որ հիմա նայ, օրինակ այս AB եթե նույնիսկ փակ հատվածը վերցնեինք, հա, կամ թեկուզ բացի վրա, հիմա սա մաքսիմում կետ չի։ Որտեվ մաքսիմալ արժեքը ընդունում է x5-ում։ Բայց միևնույնն է, սա լոկալ մաքսիմում կետ է, սա լոկալ մաքսիմում կետ է։ Այսինքն իր ինչ որ շրջակայք կա, որտեղ ինքը իրոք ամենամեծն է։ Ամեն մեկը լոկալ մաքսիմում կետ էր։ Լոկալ մինիմումի կամ լոկալ մաքսիմումի կետ է։ Այսին այս x1-ից x5 բոլոր կետերը արդեն կլինեն լոկալ էքստրեմներ։ Ուրեմն էքստրեմի անհրաժեշտ պայմանը իցուկ x0-ն f-ի լոկալ էքստրեմում կետ է։ Եթե գոյություն ունի f'(x0-ն, եթե f-ը x0-ում դիֆերենցիալ է, ապա ինչ եք ակնկալում, որ ատենցիալը լինի, հա։ Սրա մեջ համոզվելու համար ընդամենը ինչ պիտի, որ թեորեմը պիտի կիրառենք։ Ֆերմայի թեորեմը, հա։ Ինչպես։ Այ, մերսի։ Ունենք, որ գոյություն դելտա դրական թիվ, այնպես որ fx-ը փոքր հավասար fx0 ու կամ էլ fx-ը մեծ հավասար fx0, հա, կախված լոկալ մաքսիմումա, թե մինիմումա, հա, բոլոր x-երի համար x0 մինուս դելտա, x0 պլյուս դելտայից, հա, այստեղ պարզապես կիրառելով Ֆերմայի թեորեմը այդ x0 մինուս դելտա, x0 պլյուս դելտայի վրա,
Ստանանք, որ f'(x0) վրա, այս դեպքում ինչ ենք x0 մինուս դելտա x0 պլյուս դելտայի վրա նայեմ, որտեղ արդեն լինում է ոնց որ գլոբալ մաքսիմում կամ գլոբալ մինիմում կետ, այ տարբերություն լոկալի, որ այդ փոքրի վրա ենք նայում։ Բարի, այստեղ տեսնում ենք, որ փաստորեն x-ում կետերում ածանցյալը պետք է լինի 0, բայց հակառակը ճիշտ չի։ Ճիշտ չէ։ Էլի, որ նայենք f(x)-ը հավասար է x խորանարդ ֆունկցիան, ֆունկցիայի համար, ֆունկցիայի դեպքում f'0-ն մեր մոտ կլինի 3 անգամ 0-ի քառակուսի կլինի 0, այսինքն ածանցյալը տվյալ կետում 0 է, բայց 0-ն չի հանդիսանում իր լոկալ մաքսիմում կամ մինիմում կետը։ Այդ 0, որ ասում եմ, այս առաջին 0-ի նկատի ունեմ, թե երկրորդ 0-ի նկատի ունեմ։ Առաջինը, x-ը, հա։ Սակայն 0-ն չի հանդիսանում x խորանարդի լոկալ էքստրեմումի կետ։ Որտեվ 0 կետի շրջակայքում թե f0-ից ավելի մեծ արժեքներ է ինքը ընդունում, թե f0-ից ավելի փոքր է, թե f0-ից ավելի մեծ ընդունում, ուրեմն ինքը հաստատ լոկալ մաքսիմում չի, փոքրն էլ որ ընդունում է, հաստատ լոկալ մինիմում չի, ստանում ենք, որ էքստրեմումի կետ չի։ Լավ, մի հատ էլ սահման տանք։ Կասենք, որ x0-ն f-ի կրիտիկական կետ է, եթե f'(x0-ն հավասար է 0, ոնց որ ասենց ասեմ, այդ եզրային դեպքերի վրա ավելի լավ է այս բան չկենտրոնանանք, ոնց որ իրականում բաց միջակայքի ընտրությունը հենց դրանով է պայմանավորված լինում, որպեսզի այդ եզրում անդադ այդ հարցերը չսկսենք նայել, ոնց որ պարզապես այդ ոնց որ կարելի է մի ձևով էլ պայմանավորվել, մյուս ձևով էլ պայմանավորվել, ու դա շատ ոնց որ okay։ Եթե f'(x0-ն հավասար է 0, կամ գոյություն չունի, հա, կամ f-ը f'(x0-ն գոյություն չունի։ Չէ, այդ հենց դրա համար չգրեցի դիֆերենցիալի չի, որ անվերցումները մտնում են, էլի։
Անվերցությունը արդեն քրիտիկական կետ չես համարի։ X-ում 0-ն քրիտիկական կետ է։ Չէ, չէ։ Լուսանվերջ է լինում էլի ածենցիալը։ Այսինքն հիմա օրինակ այս նախորդ օրինակը իներ ասում, որ 0-ն ինչ է x խորանարդ ֆունկցիայի համար քրիտիկական կետ է։ Այսինքն եթե ածենցիալը 0 է կամ գոյություն չունի, այդ պարզապես քրիտիկական կետ է։ Հա։ Այնտեղ փաստորեն fx-ը ասար x խորանարդի համար x0-ն հավասար է 0-ն, քրիտիկական կետ է։ Ձեր նախորդ թեորեմը ինչ է ասում։ Ասում է, որ եթե ունեք x0 extreme կետ, որտեղ ածենցիալը գոյություն ունի, ապա այդ x0-ն պետք է հանդիսանա քրիտիկական կետ, հա։ Բայց քրիտիկական կետը հեշտ պարտադիր չի, որ լինի extreme կետ, հա, ինչպես էս fx-ը ասար x։ Հա, բոլոր կետերում։ Ֆունկցիա որ ոչ մի կետում դիֆերենցիալի չի։ Okay։ Այդ ֆունկցիաները ոնց որ պատկերացնելուց մի կողմից դժվար է, մյուս կողմից կան ու շատ ավելի շատ են, քան դիֆերենցիալի ֆունկցիաները։ Ոնց որ այդտեղ բավականին հետաքրքիր բաներ կա, որ կարող եք նայել, ոնց որ հետաքրքրություն կա, կարող եք նայել։ Բայց դասից հետո կարող ենք խոսեմ։ Okay։ Շատ լավ։ Էքստրեմի անհրաժեշտ պայմանը հասցինք, հիմա էքստրեմներ գտնելու կանոնները ասենք, հա։ Ուրեմն դիցուկ f-ը դիֆերենցիալի է x0 մինուս դելտա x0 պլյուս դելտայի վրա Եվ x0-ն լավ դելտա ինչ ասեմ Եթե մեր ֆունկցիայի ածենցիալը մեծ կամ հավասար է 0-ից այս աջ կեսում ու փոքր է հավասար 0-ից ձախ կեսում ապա ինչ է կարծում x0-ն ինչ կետ է, հա? Այստեղ սա մեր x0-ն է։ Մեր մոտ ածենցիալը բացասական այսինքն այստեղ աճող է լինելու, հա? Կներեք։ Ածենցիալ։ Այս կեսում ածենցիալը բացասական է, ուրեմն նվազող է, հետո աճող է, այսինքն x0-ն լինելու է լոկալ մինիմում կետ է, հա։ Իշա փոքրի դեպքում փոքրական հավասար, բայց մեր դեպքում խիստ մեծ։ Երկուսն էլ հավասարով եմ գրել, կարող չի երևում, բայց երկուսն էլ հավասարությամբ է։
Բարի։ Եթե հակառակը նշանները լինեն, հա, f'(x)-ը փոքր է հավասար 0 այդ աչքեսում ու մեծ կամ հավասար է 0 զախկեսում դեպքում ինչ ունենք x0 մինուս դելտայից x0-ում մեր ֆունկցիան աճող է, այն մյուս տորում նվազող է ու դառնում է արդեն ապա x0-ն ապա մաքսիմում կետ է, հա։ Ինչ տակը դեպքեր մնացին դիտարկելու, որ այստեղ տեսնում ենք, որ նախորդ երկու դեպքում էլ նշանը փոխվում էր, հա, մի կեսից մյուս կես անցնելիս նշանը փոխվում էր, մնում է այն դեպքը նայել, երբ որ ատենցիալը նշանը չի փոխում, հա։ Ատենցիալը եթե f'(x)-ը նշանափոխ չէ, x0 մինուս դելտա, x0 պլյուս դելտայի վրա, այսինքն ինչ է այդ նշանակում, որ կամ f'(x)-ը մեծ կամ հավասար է 0-ից, x-ը երբ որ պատկանում է x0 մինուս դելտա, x0 պլյուս դելտա, կամ էլ f'(x)-ը երբ որ պատկանում է x0 մինուս դելտա, x0 պլյուս դելտա, ապա ինչ է կարծում x0-ն x0-ում կետ է, x0-ում կետ չի, ապա ստեղ իրականում մի փոքր թերություն կա, հա, ոնց որ տենց, եթե տենց շատ ճշգրիտ ուզենայինք ասենք, պետք է ասենք, որ f'(x)-ը խիստ մեծ է 0-ից ստեղ, այնտեղ խիստ փոքր է, որ ասենք, հետո x0-ում կետ չի, որ այդ հաստատուն ֆունկցիայի դեպքը բացառայինք, ոնց որ լավ կանանք սենց գրենք, այստեղ պարզապես այդ x0-ում կարող էր ֆունկցիայի ատենցիալը դառնալ 0, բայց ոնց որ այդ դետալների մեջ որ չմտնենք, ապա x0 x0-ում կետ չէ։ Ոնց որ այստեղ ապացույցի համար ընդհանրապես պետք է ասել, հա, որ այն նախորդ թեորեմի համաձայն, որ եթե ֆունկցիայի ատենցիալը մեծ կամ հավասար է 0-ից ինչ որ միջակայքում, ապա այդ միջակայքում ֆունկցիան կլինի աճող, հա։ Իրականում ատենցիալը x0-ում ինչ կլինի, այս երկու պայմաններից ինչ կարող ենք հասկանալ, որ 0 պետք է լինի, որովհետև ոնց որ եթե այստեղ մեծ կամ հավասար է 0-ից, այնտեղից փոքր կամ հավասար է 0-ից, այդտեղ կարելի է համոզվել, որ գոյության դեպքում այդ ատենցիալը ուզած չուզած պետք է լինի 0 ու ոնց որ ինքը աճող կլինի այստեղ կիսաբացի վրա էլ, հա, x0-ն եթե մտցնենք, այդտեղ էլի աճող կլինի, այն մյուսի վրա նվազող կլինի ու այդ պատճառով կունենանք, որ x0-ն ասենք լոկալ մինիմումի կետ է կամ այն մյուս դեպքում էլ լոկալ մաքսիմում կետ է։ Հիմա ոնց որ եկեք ինչ-որ ֆունկցիայի x0-ում կետերը գտնենք, մենք f-ի x0-ում կետերը
Տեղին է ասածը, լոկալ extreme կետերը, ինչ որ բառի լինում է, որ այդ լոկալ բառը պարզապես բաց են թողում, որովհետև կոնտեքստից ծուր հասկանալի է, որ լոկալներն են ասում։ Այսինքն մենք պետք է հասկանանք մեր ֆունկցիայի արտընցյալը որտեղ է նշանը փոխում, այդ նշանափոխության ոնց որ հասկանանք որտեղ է նշանը պահպանում, այն միջակայքերում էլ որ մի նշանից անցնի մյուս նշանի, այդտեղ արդեն կունենանք extreme կետեր։ Դրա համար պետք է մի հատ տեսնենք թե ֆունկցիայի արտընցյալը երբ է դառնում 0, հա։ Այստեղ x-ը մեր մոտ կլինի 4x վրան արտանած 12x քառակուսի։ Եթե հավասարացնենք 0-ի, ստանանք, որ այստեղ կարող ենք ընդհանուր անել 4x-ը, 4x քառակուսին ու x հանած 3-ը կմնա։ Այսինքն ստանում ենք x-ը 0 կամ 3, սրանք ինչ կետեր են։ Սրանք կրիտիկական կետեր են, հա։ 0-ն և 3-ը կրիտիկական կետեր են։ Հիմա մեզ հետաքրքրում է մեր ֆունկցիայի արտընցյալի նշանը։ Ինչի մեջ ենք տեղադրում։ Մեզ հետաքրքրում է արտընցյալի նշանը, հա։ Դրա համար արտընցյալի մեջ ենք տեղադրելու, ասենք արտընցյալի մեջ կտեղադրենք մի հատիկ -1-ը, կստանանք ինչ 4 անգամ -1-ի քառակուսի անգամ -4, որը բացասական է։ Մի հատ կտեղադրենք 1-ը, 4 անգամ 1-ի քառակուսի անգամ 1 - 4, կներեք -2, հա, 1 - 3, որը էլի բացասական է, ու մի հատ էլ կտեղադրենք 4-ը, կստանանք 4 անգամ 4-ի քառակուսի անգամ 1, որը դրական է։ Ու ինչ ենք տեսնում, որ 3-ը, այստեղ 3-ի վրայով անցնելիս նշանը մինուսից պլյուս է դառնում ու այդ պարագայում ինքը կլինի մինիմում կետ, հա, իսկ 0-ն extreme կետ չի, որտեղ այստեղ նշանը մեր մոտ չի փոխվում։ Երեք մինիմում կետ է, իսկ 0-ն extreme կետ չէ, հա։ Այս տեսանք առաջին արտընցյալի միջոցով ինչպես կարող ենք հասկանալ տվյալ կետը extreme կետը թե ոչ, հա, նայելով արտընցյալի նշանը փոխում է թե չի փոխում։ Հիմա նաև երկրորդ արտընցյալի միջոցով էլ է հնարավոր հասկանալ ֆունկցիան տվյալ կետը մինիմում կամ մաքսիմում կետ է թե ոչ։ Լիցուկ F-ը երկու անգամ դիֆերենցիալի է, հա։ x0 կետում և ֆունկցիայի արտընցյալը x0-ում 0, այսին այստեղ կրիտիկական կետ ունենք։ Պարզվում է, որ եթե
մեր ֆունկցիայի երկրորդ կարգի ածանցյալը x0-ում դրական է, ապա x0-ն լինում է մինիմում կետ, ինչպես որ ասենք x քառակուսու դեպքում, հա, x քառակուսու երկրորդ կարգի ածանցյալը այս երկրորդ կարգի ածանցյալը, երկրորդ կարգի ածանցյալը 0-ում 2 է, դրական է, ու 0-ն հանդիսանում է մինիմում կետ։ Եթե երկրորդ կարգի ածանցյալը բացասական է, ապա x0-ն մաքսիմում կետ է, և երրորդը, եթե երկրորդ ածանցյալը 0 է, ապա եզրակացություն չեն կարող անել, հա, այսինքն կարող է թե մինիմում լինի, թե մաքսիմում լինի եւ էքստրեմի կետ չլինի, հա, նույնիսկ։ Ապա եզրակացություն անել չեն կարող, հա։ Եթե ասենք ուզում ենք առաջինը ապացուցենք, իհարկե երկրորդը նույն բանն է լինելու, հա։ Ինչպես ֆունկցիայի մենք ինչ ունենք։ Ուզում ենք տեսնենք, որ fx-ը fx0-ից ասենք մեծ կամ հավասար է տվյալ դեպքում, ունենալով, որ ածանցյալը 0 է, երկրորդ ածանցյալը տվյալ կետում դրական է։ Այդ ֆունկցիայի արժեքը, ածանցյալը, երկրորդ ածանցյալը իրար հետ կապող ինչ բանաձև գիտենք։ Taylor-ը, հա, ու քանի որ մենք երկրորդ ածանցյալի մասին միայն x0 կետում ինֆորմացիա ունենք, Taylor-ի մնացորդային անդամը ինչ տեսքով կարող ենք ներկայացնել, ոնց որ Peano կար, հա, Lagrange, Cauchy, Lagrange-ում, լավ, նախ ֆունկցիան գրեցինք այսպես, հա, fx0, ինչքան ստեղ, որ աչքանի Taylor-ի բազմանդամը գրենք, ինչև երկրորդ, չէ, f' x0, բաժանած 1-ի ֆակտորիալ, x մինուս x0, երկրորդ ածանցյալը կարող են գրել, չէ, ու հիմա մնացորդային անդամը ինչ տեսքով գրենք, Peano-ով, այսին միակ տարբերակը, որ կարող ենք ասել, հա, օգտագործելով Taylor-ի վերլուծությունը, կստանանք, հա, որ fx-ը հավասար է սրան, և հաշվի առնելով, որ, հա, որ մեր ֆունկցիայի ածանցյալը 0-ում 0 է, կստանանք, որ այս fx հանած fx0-ում ինչպիսին է, այս անդամը կարող ենք բաց թողել, այս երկրորդ կարգի ածանցյալ x0 բաժանած 2, հա, ու ստեղ էլ, լավ, երկրորդ կարգի ածանցյալ x0 բաժանած 2, x մինուս x0-ի քառակուսի
գումարած O փոքր x մինուս x0-ի քառակուսի։ Ինչպես։ Չէ, վերջավոր աճերի բանաձև։ Ինչպես։ Ահա։ Այո։ Ասեն այստեղ կստանանք, որ fx հանած fx0 բաժանած x մինուս x0-ի քառակուսին ինչ է f2' x0 կես, հա, գումարած O փոքր 1 կմնա։ Հիմա սրա սահմանը ինչն է։ Հետևաբար, հա, հետևաբար եթե f2' x0-ն մեծ է 0, ապա այս արտահայտությունը x0-ի ինչ-որ շրջակայքում պետք է լինի էլի մեծ 0-ից։ Եթե սահմանը դրական է, ուրեմն այդ ֆունկցիան էլ պետք է լինի դրական։ Դրական է։ x0-ի ինչ-որ շրջակայքում եւ այդ ինչ է նշանակում, որ fx հանած fx0 բաժանած x մինուս x0 քառակուսին մեծ է 0, կամ մեծ կամ հավասար է 0, երբ որ x-ը պատկանում է կամ մեծ է 0, իհարկե x-ը պատկանում է x մինուս x0 փոքր է դելտա մեծ է 0, հա, թույլ չտալով, որ x-ը դառնա x0։ Եթե այդպես եղավ, արդեն fx հանած x0-ն էլ է մեծ 0։ Այդ նույն x-երի համար նշին fx-ը մեծ է fx0 x0-ի դելտա շրջակայքում, ու բացառությամբ x0-ի բնականաբար, այսինքն x0-ն լինում է մինիմումի կետ։ Հա, նույն ձևով, հա, կարող ենք կարճ գրել, հա, նույն կերպ, եթե f2' x0-ն փոքր է 0, ապա արդեն էլի այսքանը բացասական կդառնա, այն կոտորակն էլ, հա, ապա գոյություն ունի դելտա դրական թիվ, այնպես որ այս կոտորակը լինելով երկրորդ ածանցյալի կես գումարած ինչ-որ 0-ի ձգտող մեծություն, փոքր կլինի 0-ից ու բոլոր էլի x-երի համար այս պայմանին բավարարող ու տեղից կստանանք, որ էլի fx հանած fx0-ն բացասական է, երբ 0-ն փոքր է մոդուլ x մինուս x0 փոքր է դելտա ու վերջապես վերջինս էլ նշանակում է, որ x0-ն մաքսիմում կետ է։ Ասա ոնց որ իհարկե այս բոլոր տեղերում լոկալ մինիմում, լոկալ մաքսիմում կարող ենք ասել,
բացենք թողեք կոնտեքստից ոնց որ հասկանալի է, որ լոկալների մասին է խոսքը գնում։ Ահա։ Ինչպես։ Ну, երբ որ x-ը ձգտում է x0-ին, x-ը x0-ին հավասար չի։ Մի պատճառ, երկրորդ պատճառը, որ դե չենք ուզում x-ը x0-ին լինի։ Դելտայից փոքրներ քեզ հետաքրքրում, թե 0-ից մեծ է։ Ահա, օքեյ, դա կարևոր կտոր է, այդ հասկանանք։ Ինչ է տեղի ունենում։ Մի հատ ֆունկցիա ձգտում է դրական թվի։ Հիմա այդ ֆունկցիան էլի դրական չի լինի այսքանը, էլի դրական չի լինի x0-ի ինչ-որ շրջակայքում։ Այդ էլ գրել ենք, որ այդ ֆունկցիան դրական կլինի x0-ի ինչ-որ շրջակայքում։ Ну, բացառությամբ տվյալ կետի էլի։ Դե երբ որ սահմանի մասին ես խոսում, տվյալ կետում արժեքը քո համար հեչ կարևոր չի։ Բարի, մեզ մնում է մի հատ էլ համոզվել, որ եթե երկրորդ ացենցիալը 0 է, դա ոչինչ չի նշանակում։ Ինչ պետք է անենք։ Վերենք օրինակներ, թե որ այնպես որ թե երկրորդ ացենցիալը լինի 0, բայց մի դեպքում ասենք մինիմում կետ լինի, մյուս դեպքում մաքսիմում, մյուս դեպքում ընդհանրապես էքստրեմի կետ չլինի։ Այո։ Ոնց որ երրորդի մասով դիտարկենք մի հատ ֆունկցիա ասենք, որ երկրորդ ացենցիալը լինի 0, բայց ինքը, ասենք 0-ն մինիմում կամ մաքսիմում կետ լինի։ X քառակուսին երկրորդ ացենցիալը դրական է։ X-ի 4 աշճան, հա, դիտարկենք f(x) հավասար x-ի 4-ը։ Այդ դեպքում h'(x)-ը կլինի մեր մոտ 4x խորանարդ, f2'(x)-ը կլինի 12x քառակուսի, ուստի ացենցիալն էլ է 0, 0-ում, երկրորդ ացենցիալն էլ է 0, այսին ունենք այդ կրիտիկական կետ, որտեղ որ երկրորդ ացենցիալը 0 է, և 0-ն f(x) հավասար է x-ի 4 աշճանի մինիմում կետ ակնհայտորեն, չէ։ Հիմա կարող եք մի հատ ֆունկցիա ասեք, որ էլի այս պայմանները բավարարված լինի, բայց մաքսիմում կետ լինի, այո, մինուս x-ի 4-ը։ Նման ձևով ստանանք, որ f(x)-ը, նա ուզում եք ստեղ j(x) գրեմ, հա, j(x) հավասար է x-ի 4-ի համար, j'0-ն 0 է և j2'0-ն 0 է, բայց կնեք ստեղ մինուսը բացեմ թողը, մինուս x-ի 4-ի համար, հա, էլի ացենցիալները առաջին և երկրորդ 0 են, բայց 0-ն j-ի արդեն մաքսիմում կետ է։ Մի հատ էլ ֆունկցիա ասեք, որ ոչ մինիմում լինի, ոչ մաքսիմում x խորանարդը, հա, կաշխատի։ Իհարկե, նաև կարենք նայենք x-ի քանի աշճանը։ 5 աշճանը, հա։ Հեշտ է ստուգել, որ, հա, ասենք h(x)-ը հավասար է x-ի 5 աշճանի համար ևս, այդ ացենցիալները 0 են, հա, x-ի 5 կամ x խորանարդ, հա, իհարկե կարևոր չի, ուզում եք x խորանարդ սարքենք, ևս, այդ h'0-ն 0 է և h'2'0 է,
եւ 0-ն extreme կետ չէ։ Սրանով տեսանք, որ երկրորդ տանցենցիալը, որ 0 եղավ, ոչինչ չեն կարող ասել տվյալ կետի ոնց որ լոկալ մաքսիմում, լոկալ մինիմում կամ էքստրեմում չլինելու վերաբերյալ։ Կարող է դրանցից բոլոր դեպքերն էլ պատահեն։ Okay։ Այդ իհարկե դա չասեցինք։ Դե ասենք եթե x-ի 4 աշճանն ենք նայում, ինքը մեծ կանասար է 0-ից, չէ՞, բոլոր կետերում, ու 0-ը դառնում միայն 0-ում, ասեն ինքը իրոք լոկալ էլ, գլոբալ էլ մինիմում է դառնում, հա, կամ մինուս x-ի 4 աշճանի համար արդեն ստեղ մաքսիմում կետ է դառնում, իսկ x խորհրդի դեպքում մենք տեսնում ենք, որ ոչ մինիմումա, ոչ մաքսիմումա, բայց մեկը էլի այդ առաջին եւ երկրորդ կարգի տանցենցիալները այդ կետում 0 են։ Այլ հարցեր։ Բարի։ Եկեք ասիմպտոտների քանի հատ սահմանում ստեղ կտանք։ Ասենք, որ y-ը հավասար է b-ն y-ը հավասար է f-x ֆունկցիայի հորիզոնական ասիմպտոտ է, x-ը պլյուս անվերջի կամ մինուս անվերջի ձգտելիս, հա։ Եթե մեր ֆունկցիայի սահմանը այդ պլյուս անվերջի ձգտելիս b է, կամ էլ այս մյուս դեպքում էլ x-ը մինուս անվերջի ձգտելիս ֆունկցիայի սահմանը b-ն է, հա։ Ոստեղ օրինակ արտանգես x-ի հորիզոնական ասիմպտոտա, պլյուս անվերջությունում ինչ է։ Ասենք արտանգես x-ը այս պլյուս անվերջությանը ձգտելիս ձգտում է պիկեսի, մինուս անվերջության մոտ մինուս պիկեսի, հա։ f(x) հավասար է արտանգես x ֆունկցիայի համար y հավասար է պիկեսը այդ հորիզոնական ասիմպտոտ է, հա։ Պլյուս անվերջի ձգտելիս y-ն են հավասար է մինուս պիկեսն էլ արդեն մինուս անվերջի ձգտելիս, հա։ Ոնց որ պայմանավորվելու հարց է, ոնց ենք պայմանավորվում, հավասարվել, չհավասարվել, բայց այստեղ ասենց ասեմ, մեզ ավելի շատ ոնց որ տարբեր գործիքների համադրումով է, հա, այսին
սրանց այս տարբեր հատկությունների հետազոտման նպատակը ֆունկցիայի գրաֆիկ կառուցել ու տեղից ինչ-որ հատկություններ կարողանալ ստանալն է, այսինքն դու ասիմպտոտ մենակ առանձին չես նայելու, նաև մոնոտոնություն ես նայելու, այլ հատկություններ էլ եւս ու եթե օրինակ աճող ֆունկցիա եղավ ու ձգտես b-ին, ուզած չուզած արդեն չել հավասարվելու b-ին, հա, այդտեղ խիստ աճող եղավ, Ինչպես? Ինչը։ Պիկես հա։ Ասա, կեսա։ Լավ։ Կասենք, որ սարա x plus b-ն սարա fx-ի թեք ասիմպտոտ են եթե այդ մեր թեք ասիմպտոտ է պլյուս անվերջի կամ մինուս անվերջի ձգտելիս, հա, եթե սահման fx հանած kx plus b-ն x-ը պլյուս անվերջի ձգտելիս, իհարկե համանման եղանակով x-ը մինուս անվերջի ձգտելիս, հա, որ էլ նույն արտահայտությունը չկրկնենք, հավասարը 0։ Չէ, fx-ը։ Մեր ֆունկցիան այս kx plus b-ից տարբերվում է 0-ի ձգտող մեծությամբ։ Ոնց որ շոշափողը պլյուս անվերջությունում չենք սահմանե։ Ինչին է շոշափողը ձգտում։ Հա։ Ինչին է շոշափողը ձգտում։ Ոնց որ այդ էլ պետք է ոնց որ ասել ինչ է նշանակում ձգտելը, բայց ինչ որ իմաստով կարաս այո տենց համարես։ Թե մեկը, թե մյուսը էլի։ Թե պլյուս անվերջությունում շոշափող ինչ որ իմաստով կարաս համարես, թե ոնց որ ինչ որ դեպքերում էլի։ Լավ, բարի։ Մի հատ էլ սահմանում տանք։ Կասենք, որ x-ը հավասարան ուղղայաց ասիմպտոտ է։ Այս նախորդ դեպքում մի հատ ինչ-որ թեթև գրաֆիկ արժեր գծել, հա, այս y հավասարը kx plus b-ն է, ֆունկցիայի գրաֆիկը մոտենում է այդ kx plus b-ի գրաֆիկին, հա, ու այս մյուս դեպքում էլ կասենք, որ ուղղայաց ասիմպտոտ է, եթե այո, սահման fx-ը, x-ը a-ին ձգտելիս անվերջ է, հա, այսինքն սա ուղղայաց մեր մոտ ասիմպտոտ է, այս ան։ Միակողմանի սահմանը ոնց որ չպետք է, Հա։ ոնց որ միակողմանի սահմանը որ նայենք ինչի։ Այսինքն ոնց որ մի կողմից մենակ լինի ասիմպտոտ x-ը եղանակը, պետք է բացի։ Դե ոնց որ կարանք այդ դեպքում
այսպես ասած տարբերակելու համար ասենք այն աճից ձգտելուց է, ցախից ձգտելուց է։ Իրականում այս հարցերի մեջ այս զուտ ոնց որ սահմանների մակարդակով ենք ասելու, ու տենց շատ այս հարցերի մեջ չենք մտնելու տարբերակելու։ Մի հատ sense բարձել թեորեմ ձևակերպենք, որպեսզի y հավասարը kx plus b-ն լինի y հավասարը fx-ի ասիմպտոտ, պլյուս անվերջի ձգտելիս, իհարկե նույն բանը կարող ենք մինուս անվերջի համար են ձևակերպել, բայց բաց թողենք, անհրաժեշտ է և բավարար, որ կան հավասարնի այս fx-x-ը ունենա սահման, որ նշանակենք կայով և b-ն էլ լինի սահման fx հանած kx-ը, Չէ։ Ածնցյալը Երբ որ մենք բլոկի տալն ենք անցնում, մենք կդասենք, որ մեզ բավարար, որ հայտարարը ձգտի անվերջության, որ կարողանանք ածանցենք երկու կողմը։ Կարողանանք լոբ տալի, կարողանանք կիրառենք։ Այո։ Հիմա եթե ածնցյալը ունենա սահման, եթե ածնցյալը սահման ունենա պլյուս անվերջությունում, ապա այո, այս թիվը կհանդիսանա մեր ածնցյալի սահմանը պլյուս անվերջությունում։ Կամ կոպիտ ասած, ածնցյալի արժեքը պլյուս անվերջությունում։ Լավ, այս կողմը անհրաժեշտությունը հենց շատ ակնհայտ է, որովհետև եթե ունենք, որ ասիմպտոտ է, որ այդ սահման fx-ից հանած kx plus b-ն 0 է, չէ՞։ Հետևաբար այս b-ն կլինի fx հանած kx-ի սահմանը, հա, պարզապես։ Եվ մի հատ էլ ինչ կարող ենք ասել, որ fx հանած kx-ը եթե բաժանենք x-ի, կձգտի ինչքանին։ Ոնց որ կձգտի 0-ի եւ ոնց որ 1x-երորդ անգամ fx հանած Լավ, kx plus b-ն էլ չէ, կձգտի 0-ի, ուստի, այս ինչ է իրանից ներկայացնում, fx x-երորդ հանած k հանած bx-երորդն է ձգտում 0-ի, դե որ bx-երորդն էլ էլի ձգտում է 0-ի, կստանանք, որ fx x-երորդը ձգտում է k, որտեղից fx x-երորդը ձգտում է k-ին, հա։ Այսինքն տեսանք, որ եթե kx plus b-ն ասիմպտոտ է, ապա այդ k-ն որոշելու համար պարզապես պետք է fx x-երորդի սահմանը հաշվել, որը գոյություն կունենա, b-ն էլ որոշելու համար fx-ից հանած kx-ը։ Կանենք։ Չէ, ոնց որ այդտեղ պիտի պրոստը ասենք, որ այո, էսի 0-ի է ձգտում, էնի b-ի է ձգտում, էլի արտադրյալը կձգտի 0-ի։ Այս fx հանած kx-ը ժամանակ b-ի կձգտեր, ոչ թե 0-ի։ Իհարկե ոչ մի տարբերություն, արդյունքը միևնույնն է 0 կտար, 0 անգամ b, թե 0 անգամ 0, արդյունքը 0 է։
ու մի հատ էլ հակառակը համոզվենք, հա, բավարարության մեջ, որ եթե այդ երկու սահմանները գոյություն ունեն, ապա այս թվերը, որ որոշել ենք, դրանցով կազմենք այս գծային ֆունկցիան կլինի իր թեք ասիմպտոտ։ Այդ ժամանակ էլ ինչ պետք է ասենք։ Հիմա հա հաստատության իրականում կարող ենք պարզապես այս կողմը իրականում շատ ավելի պարզ է, որ եթե b-ն սահման f(x) հանած kx-ն է, ու այդ կողմից հանենք b, կստանանք, որ քանի որ այն հավասար է սահման f(x) հանած kx, ուստի սահման f(x) հանած kx հանած b-ն կլինի 0, հետևաբար y հավասար է kx պլյուս b-ն, y հավասար է f(x)-ի ասիմպտոտ է։ Այդ էլ կարճ օրինակ նայենք, ասենք f(x)-ը հավասար է արմոտ x քառակուսի պլյուս 1-ը, ուզում ենք սրա ասիմպտոտները գտնենք, դե ինչ պետք է անենք, սահման հաշվենք, հա, այս կան, դե սահմանը հաշվենք, մեր f(x) բաժանած x-ի, ասենք եկեք մինուս անվերցությունում ասիմպտոտը տեսնենք որն է, ինչ ենք անում, սահման x-ը ձգտում է մինուս անվերցության, արմատ x քառակուսի պլյուս 1 բաժանած x-ը, ստեղ ինչ պետք է անենք, կամ մտցնում ենք արմատի տակ, կամ արմատի տակից ինչն ենք ընդհանուր հանում, x քառակուսին ենք ընդհանուր հանում, հա, ապրես, այս ունենում ենք արմատ x քառակուսի, անգամ արմատ 1 պլյուս 1-ը բաժանած x քառակուսի, արմատ x քառակուսին դա մոդուլ x-ն է, հա, այն մյուսը արտահայտությունը ձգտում է 1-ի, քանի որ 0-ից անվերջից տարբեր սահման ունի, կարող ենք անցնել սահմանի, իսկ մինուս անվերջի ձգտելիս մոդուլ x-ը պարզապես մինուս x-ն է, ունենանք, որ սահմանը մինուս 1-ն է, սահմանկյունային գործակիցը, մի հատ էլ պետք է b-ն գտնենք, b-ն գտնելու համար էլ պետք է f(x)-ից հանած kx-ի սահմանը հաշվենք, չէ՞։ Այս b-ն էլ կլինի սահման f(x) հանած kx, երբ որ x-ը ձգտում է մինուս անվերցության, այսինքն սահման արմատ x քառակուսի պլյուս 1 հանած մինուս x, ճիշտ է։ Սրա սահմանն էլ հաշվելու համար ինչ անենք, պլյուս x-ի, արմատ պլյուս x-ի սահմանը հաշվելու համար պետք է ուրիշ համալուծով բազմապատկենք, չէ՞։ Ստեղ կունենանք x քառակուսի պլյուս 1 հանած x քառակուսի բաժանած համալուծի վրա հանած x-ի, հա, ստեղ պլյուս x-ա գրված, համալուծը մինուս x-ը կլինի, դե այս պարզապես 1 է, սա ձգտում է պլյուս անվերցության, այսքանը ևս ձգտում է պլյուս անվերցության, ոնց որ այսի անվերջ վերևը 1 0 տվեց, ուստի y հավասար է մինուս x-ը, y հավասար է այդ ինչ էր արմատ x քառակուսի պլյուս 1-ի ասիմպտոտը մինուս անվերջի մոտ, հա։ Ինձ
Եվ Այնձեւով կարելի է տեսնել, որ պլյուս անվերջի մոդել x-ն է լինելու ասիմպտոտ ու ոնց որ այս գրաֆիկն էլ որ sense մոտենալու է S2-ին, ու sense ինչ-որ մի բան է լինելու։